Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը վերջացրել են, ըստ ձեզ հնարավոր է դրա ստորագրումը, դա ինչ կտա մեզ։ Խաղաղության պայմանագիր իհարկե ձեռնտու է։ Ինչ առումով որ։ Դե խաղաղություն թող լինի էլի, հարևաններ ենք վերջապես։ Բայց տարբեր ուժեր Հայաստանում պնդում են, որ դա օրինակ կապիտուլյացիա է։ Ես չգիտեմ, կապիտուլյացիա չի, ես գիտեմ, որ խաղաղություն անհրաժեշտ է մեզ։ Խաղաղություն անհրաժեշտ է։ Չէ, գիտեք ինչ, ամեն դեպքում իհարկե ձեռնտու է, բայց որ դա որոշիչ նշանակություն կունենա Հայաստանի համար, կարծում եմ ոչ։ Ուղղակի կարող է ժամանակի առումով շահենք ինչ-որ չափ։ Բայց որ անվտանգության հետ կապված կարողանանք ասենք այդ համաձայնագրով հարցին լուծում տալ, նշված համաձայնագրով, դժվար, որովհետև ասենք գիտեք, որ Ալիևի կողմից նոր, չգիտեմ, պահանջներ են ներկայացվում, որը որ մեր անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների առաջ կանստի։ Այսքանը։ Տարբեր ուժեր օրինակ պնդում են, որ դա կապիտուլյացիա է, Հայաստանը միջանցք է տալիս։ Չէ, գիտեք, յուրաքանչյուրը իր մակարդակի է ասում դա, ես չի ասում կապիտուլյացիա է։ Կրկնում եմ, համաձայնագիրը դա ինչ որ չափով ժամանակ ենք շահելու, բայց որ հույս դնենք դրա իրողության վրա, որ դա խաղաղություն է, դա ոչ։ Ինչ կտա մեզ, շատ լավ կլինի։ Խաղաղություն, այդ արդեն ինքնին ասում է, որ խաղաղություն, ուրեմն խաղաղություն կլինի։ Եթե Ալիևը խաղեր չտա։ Բայց տեսեք տարբեր ուժեր Հայաստանում ասում են, որ դա վնաս է Հայաստանին։ Նրանք քոչարյանական են, կներեք, նրանք միշտ այդ պայքարել են մեր երկրի դեմ։ Իրենք որ դեմ են դրան, ուրեմն դրանք մեր իշխանությունների կողմնակիցները չեն։ Առհասարակ մենք պատրաստ ենք խաղաղության գնանք Ադրբեջանի հետ։ Չէ, Ինչու՞։ հակամարտություն է գնում, հողեր կան գրաված, ոնց կարա գնա։ Պետք է հավասար պայմաններով գնան խաղաղության։ Դե իշխանությունն ասում է համարձակման արդյունքում այդ տարածքները մենք հետ կվերցնենք։ Աչքը տեսած պետք է լինի, որ չենք տեսել, ոնց հավատանք։ Вообще-то ձեռնտու է, եթե կատարվի, որը որ հայերեն ոնց են ասում, доверие внушает։ Դրանց հետ գործ բռնելը մի քիչ շատ բան հարց է, որովհետև այնտեղ կա Ռուսաստան եւ կա Թուրքիա, որոնք որ չեն թողել աշխատի դա։ Դե երբ որ հայտարարեն, ես չգիտեմ դեռ ինչ են գրել, լսում եմ, բայց չենք իմանում ինչ են գրել։ Բայց ըստ ձեզ մենք պատրաստ ենք խաղաղության Հայաստանը։ Մենք ցանկանում ենք, բայց պատրաստ ենք թե ոչ, դժվարանում եմ ասել։ Ինձ թվում է Ադրբեջանը միևնույնն է չի պահպանելու ոչ մի բան։ Ինչու՞։ Կյանքը տենց հացուց տվել։ Դժվար թե որոցը մի բան ստացվի։ Ինչու՞։ Որտեվ Ալիևը շիտակ մարդ չի։ Խաբեբա մարդ է, նա այսօր ասում է վաղն է մտածում թե ինչ հնարի, որ Հայաստանին ստորացնի։ Իմացաք։ Բայց որքանով տեղյակ եք խաղաղության պայմանագրից, դա մեզ ձեռնտու է, պետք է կնքել։ Ընդհանրապես պետք է որ խաղաղություն լինի, ժողովուրդը դրա կարոտն է։ Չի ուզում որ պատերազմի։ Որ մի ժողովուրդն է ցանկանում որ կռիվ անի, իր երեխեք հետան պատերազմի, զոհվեն, ոչ մեկը չի ցանկանա։ Իմացաք։ Դրա համար մեզ ձեռ է տալի որ խաղաղ լինենք։ Թեկուզ թեշնամու հետ խաղաղ ապրենք։ Բայց դե նա բոլոր դեպքում շիտակ մարդ չի, նա չի կարող պայմանագիրը ստորագրի, ես անդադ ձգձգում անդադ մի բաներ հնարում իմացաք, որ անպայման չանի, այս ստորագրությունը չլինի, մեղավորությունը գցի Հայաստանի վրա։ Գիտեք ինչա, մեկ էսենց երեք այդ հարցազրույցները որ լսում էի տելևիզորով առաջի ալիքով, չես կարողանում հավատալ, որն է ճիշտ, որն է սխալ։ Դե դրա համար ես չեմ կարող ճիշտ պատասխան տալ տղես։ Բայց առհասարակ խաղաղություն եմ ուզում, ուրիշ ոչ մի բան։ Ես խաղաղություն եմ ուզում։ Մեր ցանկությամբ մենք բոլորս ցանկանում ենք խաղաղություն, չէ՞։ Բայց ես ճիշտն ասած չգիտեմ, չեմ կարող ձեր հարցին պատասխանեմ։ Բայց տեսեք տարբեր ուժեր հատկապես ընդդիմադիր Հայաստանում դեմ են պայմանագրին։
Ես դեմ չեմ այդքան։ Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել։ Մենք ոչ մի անգամ հայ ժողովուրդը կռիվ չի ուզել, պատերազմ չի ուզել։ Ուղղակի այն երկու նախագահները մեր երկրին շատ մեծ վնասներ տվին, Հայաստանին շատ մեծ վնասներ տվին, ես դա բացարձակ եմ ասում։ Ովքեր կներեք։ Սերոժը Քոչոն։ Ես դրանց անունները չեմ էլ ուզում նորմալ տալ։ Բայց ձեզ Հայաստանին ձեռնտու է խաղաղության գնալ այս պահին։ Հացավը տանեմ, հա։ Ես եկվոր մարդ եմ, են կողմից եկած մարդ եմ ես։ Ես ուզում եմ, որ լինի խաղաղություն, մնացած հարցերը, երբ որ կուժողանում, իրանց մաման 5-6 կանանք։ Առայժմս մեր երեխեքը պետքա պահենք։ Բայց ընդդիմադիր ուժերը հատկապես ասում են։ Ընդդիմադիր ուժերը գալաթ են անում։ Գլուխները պատին են տալի տղես։ 88-89 թվից փախել ենք եկել, ինչ են արել մեզ համար, մեռնեմ ջանետ, ոչինչ, իրանք գրպանի հիմար, ընդդիմադիր չունենք մենք գրպողներ ունենք, ազգսպանող ունենք, մեռնեմ ջանետ, եթե ես 44 օրյային չդավաճանեին, մենք ես օրին կլնեինք, հա ծավը տանում, ես իմ կյանքը ապրած տարիքս առած կինեմ, մեղքը չէին մեր երեխեք։